Առողջ եւ լիարժեք հարաբերություններ ստեղծելու համար պարզվում է, որ կարեւոր է որ յուրաքանչյուր կողմ հարաբերությունների մեջ բավարար ինքնավստահություն եւ բավականին բարձր առողջ ինքնագնահատական ունենա։ Ինչ նշանակություն ունի ինքնագնահատականը հարաբերությունների մեջ, ուզում եմ մի փոքր բացենք այս թեման, որովհետեւ անձնական կյանքում, կարիերայում, անձնական տարբեր դրսևորումների մեջ մենք իրական շատ լավ տեսնում ենք ինքնագնահատականի դերը եւ բոլորս համոզված ենք, որ երբ որ մարդը ունի բարձր ինքնագնահատական, ինքը կարողանում է իրեն դրսևորել, կարողանում է իրեն ճիշտ գնահատել, կարողանում է եւ ստանալ, եւ տալ, եւ այդ բոլորի մեջ համեմատաբար օբյեկտիվ վերաբերմունք ունենալ, բայց հարաբերությունների շրջանակում մի քիչ ավելի քիչ ենք դրա մասին խոսում, թե ինչ նշանակություն ունի մարդու կարծիքը եւ ես պատկերը։ Այսինքն այն թե մարդը ինչ պատկերացումներ ունի ինքն իր մասին, ինչպիսի համոզմունքներ ունի ինքն իր մասին, ինչ է մտածում, ինչպես է ինքն իրեն վերաբերվում։ Եվ ուսումնասիրելով մարդկանց հարաբերությունները տարբեր զույգերի, մենք շատ հաճախ տեսնում ենք, որ երբ որ զույգից մեկը ունի ցածր ինքնագնահատական, այսինքն ինքը ավելի հակված է թերագնահատել իր արածը, թերագնահատել իր ներդրումը, չնկատել իր արժանինքները, առավելությունները եւ ավելի շատ տեսնել թերություններ իր մեջ, մենք տեսնում ենք իրականում բավական անառողջ եւ այսպես կնճռոտ հարաբերություններ, որտեղ թվում է թե պիտի ավելի շատ վնասվի այս կողմը, այն մարդը, որ ունի ցածր ինքնագնահատական, բայց արդյունքում մենք տեսնում ենք, որ հարաբերությունները իրենք իրենցով տուժում են եւ տուժում են նաեւ մյուս կողմը, որը ենթադրենք չունի ցածր ինքնագնահատական։ Ինչպես է դա տեղի ունենում։ Տեղի են ունենում զրույցներ, որտեղ ավելի շատ մանիպուլյացիաներ են կիրառվում, անընդհատ տեղի են ունենում պատասխանատվությունների նետում իրար, այսինքն պատասխանատվություններ հաճախ մարդիկ չեն վերցնում, թե ելնելով իրենց ցածր ինքնագնահատականից եւ վախից այդ պատասխանատվությունը կրելու, նաեւ ինչը նույնն է վստահությունից, որ օրինակ դիմացինը ավելի լավ այդ պատասխանատվությունը կկրի կամ ինքը առհասարակ չի կարող այդ որոշումները կայացնել։ Եվ արդյունքում ստացվում է, որ հարաբերությունները մի տեսակ կառուցվում են մի կողմից ավելի հասուն եւ մյուս կողմից ավելի ոչ հասուն մարդու միջեւ, որը իրականում պատրաստ չի կրել հարաբերությունների կողմից առաջ քաշված պատասխանատվությունները եւ դերերը։ Շատ ավելի վատ իրավիճակ է ստեղծվում, երբ երկու կողմն էլ ունեն ցածր ինքնագնահատական, երկու կողմն էլ բավական այդպես անինքնավստահ մարդիկ են եւ ես չեմ վախենա ասել, որ հայաստանյան իրականության մեջ մենք ավելի հաճախ տեսնում ենք այսպիսի զույգերի եւ թեկուս արտաքինից շատերը կարող է տեսնեն օրինակ մարդու մեջ դրսևորվող նույնիսկ մեծամտություն, պարծենկոտություն, ինքնահավանություն, բայց հոգեբանական տեսանկյունից այստեղ իրականում կա խորքային ցածր ինքնագնահատական եւ կոմպենսատոր ձևով դրսևորվում է պարծենկոտություն եւ ավելորդ ինքնահավանություն։ Եվ մեր հասարակությունում մարդիկ ավելի հաճախ չունեն իրենց սեփական գնահատականները, ամուր վստահությունը եւ գնահատման համակարգը իրենց կամ այլոց վարքի վերաբերյալ եւ ավելի շատ կախված են արտաքին գնահատականներից, իսկ երբ մենք կախված ենք արտաքին գնահատականներից, սա հանգեցնում է շատ անկայուն ինքնագնահատականի, որովհետեւ մենք արտաքին աշխարհից կարող ենք մեկ ստանալ դրական գնահատականներ, քաջալերում, գոտեպնդում եւ հաջորդ պահին կարող ենք խիստ քննադատություն ստանալ եւ երբ մենք չունենք մեր ներքին ինքնագնահատականը, մեր կարծիքը մեր մասին շատ տատանվում է։ Հիմա պատկերացրեք, որ այսպիսի հոգեվիճակում գտնվում են զույգերը եւ իրենք պիտի կարողանան մի պահ անջատվել արտաքին աշխարհի գնահատականներից, կարծիքներից, թելադրվող տարբեր կանոններից, օրենքներից եւ կարողանան ստեղծել իրենց փոքր, կարծես աշխարհը, որտեղ իրենք իրենց օրենքներն են ստեղծում եւ իրենց գնահատման համակարգը։
Եվ մենք դրա մասին ասում ենք մի տեսակ ինտիմ, շատ անձնական, շատ առանձին ինչ-որ մի տարածք, որտեղ իրականում պիտի իրենց ուրույն օրենքներն ու կանոնները լինեն, բայց մարդիկ, որոնք չունեն իրենց ներքին ամուր գնահատման համակարգը եւ ինքնավստահությունը, կայուն ինքնագնահատականը, իրենք շատ կախված են լինում արտաքին գնահատականներից եւ ստացվում է, որ հարաբերությունները անընդհատ sense տարերային կերպով ազդվում են արտաքին աշխարհի եւ իրենց ներքին բարդույթների, խնդիրների, անինքնավստահության ազդեցությանը։ Եվ այս տեսանկյունից ես շատ կարևորում եմ, որ հարաբերություններում մարդիկ իսկապես հատուկ ուշադրություն դարձնեն իրենց ինքնագնահատականին, որպեսզի կարողանան ավելի առողջ եւ ավելի երջանկացնող իրականում կամ բավարարող հարաբերություններ ստեղծել եւ պահպանել այդ լավ հարաբերությունը երկար ժամանակ։ Մի քանի հարց առաջացավ իմ մոտ։ Առաջինը, արդյոք միշտ զույգերը հավասարաչափ նույն ինքնագնահատականն են ունենում, դες դեպքեր լինում են, սա ուղղակի տեսական հարց է, որովհետեւ տարբեր հարցերում, տարբեր հարցերի շրջանակներում զույգերի տարբեր կոմպետենցիաները տարբեր են անկախ ամեն ինչից։ Եվ ինչ որ մի շրջանակում մեկը ունի ավելի մեծ ինքնավստահություն, նորմալ է, մեկ այլ շրջանակում մյուսը, եւ այդ անինքնավստահ լինելու թույլ տալու կողքինից կողքը ինչ որ հարցերում անինքնավստահ լինելը եւս կարծում եմ կարեւոր բան է եւ կուզեի որ սրա մասին ավելի նյուանսային խոսեինք։ Ինքնագնահատականը իրականում կայուն կոնստրուկտ չի, կայուն կառույց չի մեր անձի ներսում, ինքը անընդհատ տատանվող եւ դինամիկ կառույց է, եւ տարբեր իրավիճակներում մեր վստահությունը կարող է տատանվել։ Օրինակ, եթե ինչ-որ պահ ինչ-որ անհաջողություններ ունենք, մի փոքր մեր վստահությունը կարող է նվազի եւ ինչ-որ իրավիճակում շատ ավելի բարձրանա, որովհետեւ հաջողություններ ունենք եւ ինչ-որ բաներ մեր ուզած ձևով է ստացվում, բայց մենք ասում ենք մարդը ունի adekvat, նորմալ ինքնագնահատական, երբ որ այս ինքնագնահատականը մինչև հատակ անկում չի ապրում եւ սենց կտրուկ չի տատանվում դեպի վեր եւ երբ որ մարդը գիտակցում է որ ինքը այս հարցում օրինակ լիարժեք կոմպետենտ չի եւ մյուս հարցում ավելի կոմպետենտ է, սա ինքնագնահատականի առողջ ինքնագնահատականի մասին է, այսինքն հասկանալ, որ ես այստեղ կարող եմ, այստեղ չեմ կարող, կամ այսինչ հարցում ունեմ գիտելիքներ, մյուսում չունեմ, սա շատ առողջ ինքնագնահատականի մասին է եւ կարողանալ տարբեր կարողություններ ունենալը իրականում չի հակասում մեր բարձր ինքնագնահատական ունենալ։ Օրինակ կան մարդիկ, որոնք մեծ հաջողությունների են իրենց կյանքում հասել, ենթադրենք կարիերայում եւ տարբեր այլ ոլորտներում եւ ունեն շատ ցածր ինքնագնահատական, անընդհատ կարիք ունեն աշխարհին ապացուցելու ինչ-որ բաներ, իդեպ աշխարհի շատ հայտնի մարդիկ եւ շատ մեծ ձեռքբերումներ ունեցած մարդիկ իրականում ունեն ցածր ինքնագնահատական եւ իրենց բոլոր ձեռքբերումները աշխարհին ինչ-որ բան ապացուցելու համար են եղել, այնինչ իրենց հակառակ շատ միջին չափի ձեռքբերումներ ունեցող կամ նույնիսկ շատ համեստ ձեռքբերումներ ունեցող մարդկանց մեջ կարող է տեսնենք շատ բարձր ինքնագնահատական մարդկանց, որոնք կարողանում են վայելել իրենց կյանքը եւ իրենց ունեցածը։ Ես հասկացա ինչ ես ասում, բայց քո ասածից դուրս է գալի, որ ցածր ինքնագնահատականը կյանքում ավելի մեծ օգուտներ է տալիս, քան բարձր ինքնագնահատական։ Այո, բայց ցավոք սրտի սա այն օրինակն է, երբ որ այդ մեծ նվաճումները երևի ավելի շատ վայելում են ուրիշները, քան տվյալ մարդը, որը այդ ձեռքբերումները ունեցել է եւ այդ նվաճումները ունեցել է, հենց սրա մասին է խոսքը։ Հա, բայց դա նշանակում է, որ ասում եք, նայեք թե մարդի ցածր եթե ինքնագնահատական ունի, ինքը լավ զույգ կլինի։ Դուք կվահելեք իր աշխատանքի պտուղները մոտավորապես։ Այդ իմաստով այո, ցածր ինքնագնահատական ունեցող մարդկանց շատ հեշտ է մանիպուլացնել, կառավարել, շահագործել հաճախ, այո, կա այդպիսի բան, եւ եթե մենք խոսում ենք առողջ հարաբերությունների մասին, այսինքն որտեղ կարևորը հարաբերություններն են, այլ ոչ թե իմ շահերը, իհարկե այդ դեպքում շատ ավելի լավ է հարաբերություններ ստեղծել adekvat, բարձր ինքնագնահատական ունեցող մարդու հետ։ Իսկ երբ որ մենք ուզում ենք
ունենալ հավելյալ շահեր, այդ պարագայում իհարկե կարող է ցածր ինքնագնահատական մարդու հետ ավելի արդյունավետ լինի, բայց այստեղ մի ծուղակ էլ կա, որ իրականում բոլոր վարքագծային անցանկալի դրսևորումները, ենթադրենք ագրեսիա, չգիտեմ, բռնություններ եւ այլն, իրականում դրանք եւս բխում են ցածր ինքնագնահատականից, այսինքն adekvat եւ բարձր ինքնագնահատական ունեցող մարդիկ հակված չեն բռնության, հակված չեն շահագործելու, հակված չեն մանիպուլացնելու եւ այս իմաստով բավականին վտանգավոր իրավիճակ է, որ մենք կարող ենք եւ ինքներս երբեմն շահագործել այդպիսի քո նշած հարաբերություն եւ երբեմն մենք կարող ենք շահագործվել, դրա համար սա շատ վտանգավոր ձեռնարկ է, էլի, ավելի ապահով ամեն դեպքում առողջ եւ բարձր ինքնագնահատականով մարդկանց հետ հարաբերություններ ստեղծելը։ Երկրորդ հարցը, որը բխում է էլի նախորդ խոսքից եւ այս ընթացիկ զրույցից, արդյոք բարձր ինքնագնահատականն էլ որոշեք իր մեջ խնդիրներ չի բերում։ Ես չեմ ասում նորմալ սահմանանում եւ adekvat, այլ բարձր ինքնագնահատականը ինքն եւս խնդիրներ ծնող բան չի։ Դե այսպես է, իրականում եթե կոորդինատային առանցքի վրա դնենք առողջ adekvat ինքնագնահատական եւ ցածր եւ բարձր ինքնագնահատական, իրականում այս երկու ծայրերը նույն բանի մասին են։ Երկուսն էլ անadekvat եւ անառողջ ինքնագնահատականներ են, որոնցից միանշանակ մարդը տուժում է, որովհետեւ երբ որ ինքը ունի բարձր ինքնագնահատական, ենթադրենք շատ այդպես չափազանցված կարծիք ունի եւ պատկերացում ունի իր մասին, այս մարդը իրականում մեծ ռիսկ ունի բախվելու այն իրականության հետ, որի մասին ինքը պատկերացում չունի եւ խորը ստրես ապրելու, տրավմաներ ստանալու, երբ որ բախվի իրականության այնպիսի դրվագների հետ, որտեղ որ ինքը չկարողանա իրեն դրսևորել այնպես, ինչպես կարծում էր։ Շատ հաճախ ընտանիքում գերխնամք ստացած եւ մեծարանքի արժանացած երեխաները այսպիսի իրավիճակների են բախվում, բայց իրականությունը կարող է մի քիչ այլ լինել, կախված նրանից, թե ինչպիսի միջավայրում է այդ մարդը հայտնվում, բայց սովորաբար ոչ առողջ ինքնագնահատականը, այսինքն անadekvat, ոչ իրական պատկերացումները ինքդ քո մասին ստեղծում են լուրջ խնդիրներ եւ խնդիրներ կյանքում։ Մի դեպքում մարդը թերագնահատում է իրեն եւ չի զբաղեցնում այն տեղը, որը ինքը պիտի զբաղեցներ եւ իր համար է հարմար։ Մյուս դեպքում մարդը էլի փորձում է զբաղեցնել ինչ-որ տեղ, որը իրեն հարմար չի եւ իր հնարավորությունները չի ներում, երկու դեպքում էլ մարդը ստրես է ապրում կյանքում եւ իրականում երջանիկ չի լինում, որովհետեւ ինքը կոմպետենտ չի զգում իրեն այդ տարածքում։ Ցածր ինքնագնահատականի դեպքում մարդը կարող է կոմպետենտ լինել, բայց չլինել բավարարված, որովհետեւ անում է այնպիսի բաներ, որոնք իր համար մի քիչ ավելի քիչ են, ավելի թույլ են, քան ինքը կարող է, իսկ այն մյուս դեպքում մարդը փորձում է անել բաներ, որոնք իր ուժերից վեր են եւ էլի ինքը ունենում է շատ նեգատիվ զգացմունքներ եւ անբավարարվածության զգացում։ Մեր դիտողների համար կուզեմ մի քանի լայվ հակ ասես, ոնց կարող են իդենտիֆիկացնել, որ դիմացին ունի ցածր ինքնագնահատական շփումներում եւ կենցաղում եւ ոնց կարող են իդենտիֆիկացնել, որ դիմացին ունի չափազանցված ինքնագնահատական։ Ես կուզեի մի փոքր խոսեինք առողջ ինքնագնահատականի մասին, հետո տարանջատեինք այդ երկուսին։ Իրականում առողջ եւ համապատասխան ինքնագնահատական ունեցող մարդիկ կարողանան ստեղծել շատ առողջ հարաբերություններ, իրենք հեշտությամբ ընդունում են քննադատությունը, չեն ընկճվում փոքր դիտողություններից, հեշտությամբ կարողանում են աշխատել իրենց բնավորության եւ վարքի փոփոխությունների վրա, կարողանում են տարբեր մարդկանց հետ հարաբերություններ կառուցել, ոչ միայն իրենց նման կամ իրենց համապատասխան ինչ-որ իմաստով մարդկանց հետ, առողջ ինքնագնահատական ունեցող մարդկանց հետ առհասարակ շատ հեշտ է շփվել, շատ հեշտ է կոնֆլիկտներ ունենալ, այդ կոնֆլիկտները լուծել, ինչ-որ պահանջներ ունենալ, քննարկել, վերլուծել, շատ կառուցողական է առողջ ինքնագնահատական ունեցող մարդկանց հետ հարաբերությունները։
եւ բոլոր կոնֆլիկտները հնարավորինս հեշտ առանց զոհերի, առանց վնասների փոխադարձ, առանց տարատեսակ չխոսված եւ թաքնված խնդիրների հնարավոր է լինում լուծել։ Ցածր ինքնագնահատականով մարդիկ կարող են լինել թե շատ խոցելի, ենթադրենք մի տեսակ իրենց հետ շփվելուց ուզում ես զգույշ լինել, որովհետև այդ մարդը հեշտությամբ կվիրավորվի, կարող են լինել օրինակ շատ բռնկուն եւ շատ կոնֆլիկտային, ինչը նույն երևույթի կարծես տարբեր դրսևորումներ է, հա, լինի։ Մի դեպքում վիրավորվում է եւ ընկճվում է, մյուս դեպքում վիրավորվում է եւ հարձակվում է։ Ցածր ինքնագնահատականով մարդիկ կարող են լինել շատ կառավարող իրավիճակում, այսինքն իրենք փորձեն անընդհատ իրավիճակի ղեկը վերցնել իրենց ձեռքը, որովհետև այլ պարագայում իրենք իրենց հարմարավետ չեն զգում, այսինքն միայն կենտրոնական դերում լինելով կարող են իրենց լավ զգալ։ Նույնը կարող է անադեկվատ բարձր ինքնագնահատականով մարդիկ, ենթադրենք անընդհատ փորձեն իրավիճակը հարմարեցնել իրենց պահանջներին եւ մի տեսակ ճնշող եւ ընկճող ազդեցություն ունենան միջավայրի վրա, պատասխանատվություն չվերցնեն, մշտապես մեղադրեն ուրիշներին իրենց տարբեր դժվարությունների, խնդիրների մեջ։ Ենթադրենք ցածր ինքնագնահատականով մարդու հետ վիճաբանությունների մեջ միշտ մեղավորը մենք ենք։ Այսինքն այս մարդիկ դժվարանում են վերցնել պատասխանատվություն իրենց արած բաների համար։ Ի տարբերություն համապատասխան ինքնագնահատական ունեցող մարդիկ կարող են օրինակ ասել գուցե ես իհարկե այդպես չեմ տեսնում, բայց միգուցե դու ճիշտ ես, միգուցե ես իսկապես սխալվեցի կամ արեցի մի բան, որ այդպես պիտի չանեի։ Այսինքն շատ հաճախ եւ բարձր եւ ցածր ինքնագնահատական ունեցող մարդիկ կարող են շատ նման դրսևորումներ ունենալ եւ ըստ էության ես իրենց շատ իրարից չեմ առանձնացնում, որովհետեւ արտաքուստ բարձր ինքնագնահատական ունեցող մարդիկ իրականում խորքում ցածր ինքնագնահատական ունեն եւ ավելի շուտ սա պարծենկոտության եւ ինքնահավանության ձևով է դրսևորվում։ Եվ մի հարց էլ տամ։ Քանի որ ավանդույթից եկած խոսք կա, որ սերը աթարին էլ է կպնում։ Հիմա ինչ կարող ենք խորհուրդ տալ մեր տողներին, եթե իրենց զուգընկերը, ամուսինը, սիրելին, իրենք հասկանում են, որ ունի ինքնագնահատականի շեղում, այսպես ասենք, եւ ոնց կարող է ինքը օգտակար լինի այդ մարդուն, որպեսզի այդ եթե ցածր է բարձրանա, որոշակի այդ ինքնագնահատականը, եթե բարձր է մի քիչ հայտնվի հողի վրա ու առանց վնասելու հարաբերությունները եւ այդ մարդուն։ Տես, իրականում ցածր եւ բարձր ինքնագնահատականը առհասարակ առողջ եւ adekvat ինքնագնահատական ունեցող մարդիկ շատ դժվարությամբ են շփվում եւ հարաբերություններ ստեղծում ցածր ինքնագնահատական ունեցող մարդկանց հետ։ Եթե դա ինչ-որ տենց մեծ բուրըն սիրահարվածության ձևով չի դրսևորվում, ապա մարդիկ տարբերում են, սկսում են հասկանալ եւ մի փոքր խուսափել ցածր ինքնագնահատական մարդկանց, որովհետեւ համապատասխան adekvat ինքնագնահատական ունեցող մարդը չի ուզում սովորաբար ուրիշի բեռը վերցնել իր վրա, ենթադրենք օրինակ ցածր ինքնագնահատականով մարդիկ սիրում են, որ դիմացինը կռահի իր մտքերն ու ցանկությունները, իրենք պատրաստ չեն օրինակ ասել, գիտես, ես կուզեի, որ այսինչ բանը այսպես անեին, կամ ես կուզեի այսօր գնայինք այս ռեստորանը, կամ ես կուզեմ հաջորդ անգամ ինձ այսինչ բանը ենթադրենք նվիրես։ Եվ այս մարդիկ անընդհատ փորձում են լռում են իրենց ցանկությունների եւ զգացմունքների վերաբերյալ եւ թողնում են կռահելու պատասխանատվություն դիմացինի վրա։ Adekvat ինքնագնահատական ունեցող մարդը սովորաբար պատրաստ չի վերցնել իր վրա այդ պատասխանատվությունը եւ սիրում է ավելի ազատ, ավելի հասուն, ավելի հանգիստ հարաբերություններ եւ եթե այդպես բուրըն առաջին հայացքից սիրահարվածություն չի, այլ մարդիկ իրար ճանաչելով են սկսում իրար սիրել, ապա ավելի հաճախ այս ինքնագնահատականի տարբերությունները խնդիր կառաջացնեն հարաբերություններում եւ ինչ որ ձևով այս մարդիկ իրարից կամ կհեռանան կամ եթե դիմացինը պատրաստ է աճել, իհարկե կփորձի օգտվել դրանից։
լավագույն խորհուրդը պարզապես սրա մասին ուղիղ ասելն է դիմացինին։ Այսինքն ասել, որ գիտես, կարծում եմ, որ դու ճիշտ չես գնահատում քո ռեսուրսները կամ ինքդ ավելի հակված ես քեզ թերագնահատել, մեղադրել, շատ խորը մեղքի զգացում ունես կամ մի տեսակ տենց բոլոր իրավիճակներում քեզ տուժողի դերում ես զգում եւ այլն եւ ամենաուղիղ ճանապարհը ուղիղ մարդուն դրա մասին ասելն է եւ ինչ որ լուծումներ առաջարկելը։ Երբ որ մենք ասում ենք, որ այ դու ունես այս խնդիրը եւ որևէ լուծում, որևէ առաջարկություն չենք ունենում, սա իհարկե վիրավորական կարող է լինի, բայց երբ մենք առաջարկում ենք ինչ որ լուծումներ, ենթադրենք որևէ մասնագետի հետ աշխատել կամ որևէ գիրք ենք առաջարկում կամ որևէ ոդքասթ ենք առաջարկում, ասում ենք, գիտես, այս ինչ բան է լսի ու կարծում եմ քեզ կօգնի կամ արի այս թեմայով խոսենք։ Այս դեպքում ես կարծում եմ դա վիրավորական չի լինի եւ ուղիղ ճանապարհն է իրար ցույց տալու մեր թույլ կողմերը եւ դրանց վրա աշխատելու։ Եվ շատ լավ է, որ մեր կողքը լինեն մարդիկ, որոնք մեզ այդ բաները ցույց կտան, որովհետև հակառակ դեպքում մենք կարող ենք տենց անverջ ապրել եւ չիմանալ ինքներս մեր մասին շատ բարձ ճշմարտություններ, եթե մեր կողքի մարդիկ դրանց մասին լռեն։ Ամփոփելով անշան կարող ենք ասել, որ ցածր եւ բարձր ինքնագնահատական ունեցող մարդիկ չեն կարողանում ստեղծել ներդաշնակ հարաբերություններ։ Եվ որպեսզի այդ հարաբերությունները կայանան, լինեն ավելի առողջ, անհրաժեշտ է, որպեսզի մենք մեր զուգընկերներին հետ լինենք մաքսիմում ազնիվ եւ ուղիղ եւ իրենց հետ խոսենք այդ խնդիրների մասին, միաժամանակ նաեւ առաջարկելով լուծումներ։ Հակառակ դեպքում այդ հարաբերությունները գնալով ավելի ոչ առողջ կդառնան եւ գուցե կհանգեցնեն մի օր դադարի այդ հարաբերությունների։ Իսկ մարդկանց, ովքեր ունեն ցածր ինքնագնահատական, առաջարկենք մի քիչ ավելի շատ իրենց վստահեն, միաժամանակ նաեւ ասենք, որ ամեն դեպքում ցածր ինքնագնահատականով մարդիկ այս աշխարհում լիքը լավ բաներ են արել, հետեւաբար պետք չէ այդքան ցածր ինքնագնահատական ունենալ, իսկ բարձր ինքնագնահատական մարդկանց էլ առաջարկենք մի քիչ ավելի իրանց վրայից լիքը բան մի կողմ դնեն, ավելի ազատ լինեն, ավելի հանգիստ շնչեն, ավելի քիչ կենտրոնանան իրանց անձի վրա եւ հասկանան, որ այդ ձևի մոտեցումը բացի վնասից որևէ արդյունք չի տալիս, թե իրենց թե հանրությանը։ Համաձայն եմ քո մտքերի հետ եւ այդ շեշտադրումների, որ արեցիր, ես կուզեի ավելացնել, որ adekvat ինքնագնահատականի դեպքում է միայն, որ մենք կարողանում ենք իսկապես ուղիղ, անկեղծ, պարզ եւ իրական հարաբերություններ ստեղծել առանց թաքնվելու, պաշտպանվելու եւ ինչ որ բաներ թաքցնելու ցանկության կամ ինչ որ բաներ հատուկ ցուցադրելու կամ ինչ որ մեկին հատուկ տպավորելու ցանկության եւ միայն առողջ ինքնագնահատականի դեպքում որ մենք կարողանում ենք իրական, շատ խորը եւ շատ ներդաշնակ հարաբերություններ ստեղծել։ Դրա համար պետքա որ մենք հարաբերություններ ստեղծելուց առաջ, նույնիսկ եթե կամ հարաբերությունների մեջ գտնվելուց, նույնիսկ եթե դրանք շատ լավն են, որովհետեւ շատ հաճախ իրար շատ սիրող մարդիկ կարողանում են հաղթահարել այս թեթև բարդությունները, անձնային ինչ որ տարբերությունները եւ ես խորհուրդ կտամ մշտապես մեր հարաբերությունների որակը բարելավելու համար ուշադրություն դարձնել մեր ինքնագնահատականին եւ անընդհատ փորձել այդ ինքնագնահատականը բարձր պահել, այսինքն սիրել մեզ, հավանել մեզ, մի տեսակ, երբ որ մենք մեզ նայում ենք հայլու մեջ եւ զգում ենք, որ այս պատկերը մեզ դուր չի գալիս կամ մենք լսում ենք մեզ, մեր խոսքը մեզ դա դուր չի գալիս, մենք մեր մասին ինչ որ բան ենք լսում եւ շատ դրանից հուզվում ենք, սա նշան է, որ խնդիրներ կան եւ ամենանորմալ ու ամենաբնական բանը ինքներս մեզ սիրելը, հավանելը, ընդունելը եւ բարի դրական վերաբերմունք մեր նկատմամբ ունենալն է։ Կուզեի, որ մի կարևորագույն խորհուրդ տալ այն մարդկանց, ովքեր ինքնագնահատականի հետ կապված հարց ունեն եւ սրանով երևի թե սահմանափակվենք։
Ես խորհուրդ կտայի ուշադրություն դարձնել ներքին խոսքին, ներքին երկխոսությանը, որովհետև եթե մենք ուզում ենք հասկանալ մենք ինչպիսի ինքնագնահատական ունենք եւ առավելևս ուզում ենք փոխել այդ ինքնագնահատականը, մենք պիտի ուշադրություն դարձնենք մեր ներքին երկխոսությանը։ Ինչպիսի ոճով է այդ ներքին երկխոսությունը լինում։ Ենթադրենք մենք մեզ խիստ հրահանգավորում ենք, այ դու պետք է այսօր էս անես, այն անես, կամ այ էլի դու ես ինչ բան ես, այնց վատ արեցիր, թե այդ ներքին երկխոսությունը շատ հանգիստ, ընկերաբար, մտերմիկ զրույցա երկու իրար սիրող եւ իրար հարգող ընդունող մարդկանց մեջ։ Թող տարօրինակ չթվա այս իմ համեմատությունը, իրականում եթե մենք ուշադիր լինենք, տեսնենք, որ հենց այդպիսի երկխոսություն է մեր ներսում, երբեմն չհամաձայնվելով, երբեմն վիճելով եւ իրար հետ հաշտ լինելով, եթե մեր ներքին երկխոսությունը հիմնականում նեգատիվ բնույթ ունի, մի տեսակ կռվի եւ կոնֆլիկտի անման, այստեղ կա խնդիր եւ պետք է աշխատել այս ներքին երկխոսությունը դարձնել ավելի բարի, ավելի մեղմ, ավելի ընդունող եւ ավելի աջակցող։ Դրանով կսկսվեն ներքին փոփոխությունները ինքնագնահատականի։